այս պահին մեր տաղավարում հյուրընկալել ենք բնապահպանական ճակատի անդամ բնապահպան Լևոն Գալստյանին եւ Գառնիում ընթացող ցույցերի ակտիվ մասնակից Տիկին Արուսյակ Այվազյանին։ Բարի երեկո եւ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Հարցս երկուսիդ է վերաբերվում ձեր տպավորմամբ ինչպես ստացվեց, որ այս համար պայքարի արդյունքում վարչապետն ի վերջո շաբաթ օրը տեղի ունեցած ակցիայի ժամանակ Գառնի ժամանելով զիջման գնաց եւ արդյոք արժանահավատ է վարչապետի խոսքերը, որ ի վերջո այդ ծրագիրը կչեղարկվի եւ նոր անակնկալներ չեն մատուցվի։ Ուրեմն գիտեք ոնց է, երբ որ Հայաստանի քաղաքացին գիտակցում է իր իրական իրավունքը եւ հասկանում է թե ինչի համար է ինքը կանգնել եւ միասնական է, այդ դեպքում շատ դժվար է հակառակ որոշումների գնալ։ Այսինքն այստեղ իրականում գառնիցները ոչ թե հաղթեցին, այլ իրենք արտարությունը վերականգնեցին եւ իրենց բնական միջավայրի պահպանության գաղափարի շուրջ համախմբվելով կարողացան ստիպել ուրեմն պետական կառավարում իրականացնող մարմիններին հետ կանգնել իրենց որոշումից։ Ինչքանով է արժանահավատ, ես իհարկե համոզված եմ, որ արժանահավատ է, որովհետև մարդը եթե ասում է բանավոր ինչ-որ բան եւ այդ մարդը ասենք այս բանի վարչապետի պաշտոն ունի, դե 3 անգամ կրկնում է նույն արտահայտությունը, հետո դրանց հետ կանգնելը մի քիչ շատ տարօրինակ կթվա, բայց ամեն դեպքում մենք սպասում ենք ուրեմն գրավոր որոշմանը, կառավարական որոշումով, կառավարության որոշումով, ինչպես որ պետք է լինի օրենսդրության սահմանված կարգով, այդքան բանը։ Տիկին Արուսյակ, ինչպես ստացվեց, արդյոք հավատում եք, որ ի վերջո վարչապետը կարող է նման զիջման գնալ, որովհետև բավականին երկար ժամանակ է, որ այդ բողոքի ակցիաները տեղի են ունենում, բայց սայլը տեղից չէր շարժվում։ Այո, տեղից չէր շարժվում, բայց ես հույսս բոլորովին չէի կորցրել, ընդհակառակը դեռ ավելի ակտիվություն էի ցուցաբերում ու հավատում էի, որ մենք եթե միասնական լինենք, ապա հաստատ պետք է հասնենք մեր արդար պահանջին եւ չենք թույլատրի, որ մեր հայրենիքը անապատի վերածեն, այդ գողտրիկ մասունքը հայրենիքի գեղեցիկ տեսարժան վայրը վերածենք անապատի։ Հանուն ինչ որ մի խմբի շահի կամ անհատի շահի մենք չգիտենք թե այնտեղ ովքեր են, ինչ իշխանավորներ են գտնվում եւ ժողովրդի հաշվին, ի վնաս ժողովրդի, ի վնաս ազգի, ի վնաս հայրենիքի։ Իսկ մենք չենք թույլ տա, հայրենիքը վեհ է ամեն ինչից, ամեն մի սրբությունից վեր է, ամեն մի դավանանքից վեր է հայրենիքը եւ մենք հանուն հայրենիքի դուրս եկանք, միակամություն ցուցաբերեցինք եւ կարողացանք հասնել, կարելի է ասել արդեն ցանկալի արդյունքի։ Հուսով եմ, հավատում եմ, որ եթե հանկարծ փորձեն նորից խաբել, ավելի վատ իշխանությունների համար լրիվ կվարկաբեկվեն եւ մեր համայնքը ավելի ամրակուր կլինի, ավելի ուժեղ կլինի։ Թող իրենք մտածեն, մենք մտածելու ոչինչ չունենք, մենք փրկում ենք մեր հայրենիքը։ Որքան որ հասկանալի էր վերջին ցույցերից եւ երբ վարչապետը եկավ այնտեղ, նա չհերքեց այն փաստը, որ դրանք պատկանում են նաեւ իրեն եւ սեփական շահի համար է դա տեղի ունենում։ Սա առաջին դեպքը չէ, երբ նման բան է տեղի ունենում, պաշտոնյաները իրենց հաշվին, իրենց հարստության հաշվին, իրենց սեփականության հաշվին, հասարակ գյուղացու, հասարակ քաղաքացու հանդեպ այսպիսի ոտնձգություն են ցուցաբերում։ Ինչ է կարծում, կարող է արդյոք Գառնին լավ նախադեպ լինել հետագայի համար։ Չգիտեմ, իմ ներքին ձայնը հենց դա է ասում, արդեն մոտ 4-5 ամիս է այդ ձայնը ինձ չի հանգիստ տալիս եւ ասում է, որ կարող է Գառնին օրինակ հանդիսանալ մյուս համայնքների համար, մենք կհամախմբվենք, բոլոր արդեն հիմա մենք Գողթ համայնքի հետ ենք համախմբված, Գեղարդա լճի ճակատագրովել ենք արդեն մտահոգ, որովհետև դա էլի վնասում է Ազատ գետի վերին արդեն հոսանքներից վերցնում են ջուր, էլի անապատացնելու են Խոսրովի անտառը եւ Գառնիի կիրճը։ Հիմա մենք համախմբվել ենք երկու համայնք եւ այսպեսով կարող ենք մենք համախմբել բոլոր համայնքներին Հայաստանում գտնվող առողջ ուժերին եւ կհասնենք ինձ թվում է ցանկալի արդյունքի եւ մեր երկիրը, մեր հայրենիքը կդարձնենք գեղեցիկ, աշխարհում ամենագեղեցիկ երկիրը։ Պարոն Գալստյան, դուք որ պայքարի բազմաթիվ փորձությունների միջով եք անցել եւ սա առաջին դեպքը չէ, որ բարձրաձայնում եք, ինչ եք կարծում, կարող է իսկապես հետագա հաջողությունների համար լավ նախադեպ լինել եւ որը կլինի հաջորդ քայլը, որովհետեւ այսպիսի օրինակները բազմաթիվ են, թե հանքերի, թե ձկնաբուծարանների մասով նաեւ։
Դե մենք ընդհանրապես զբաղվում ենք Հայաստանի բնապահպանական խնդիրներով, բայց այն տարածքներում, որտեղ համայնքները իրենք իրականում բարձրաձայնում են եւ կանգնում են այդ խնդիրների լուծման կողքին, հա մենք անպայման միշտ աջակցում ենք եւ լինում ենք այդ տարածքներում։ Բայց խնդիրը այն է, որ ոչ բոլոր համայնքները ունեն այդ գիտակից, հա, քաղաքացիների զանգվածը, այն կրիտիկական զանգվածը, որ կարող է համայնքում իրադրություն փոխել։ Գառնիում այդ զանգվածը կար, դրա համար էլ իրենք հասան հաջողության, մեր օգնությունը դա ընդամենը խորհրդատվության եւ մասնագիտական առումով էր ընդամենը, այսինքն մենք ամեն ինչ հասկանում ենք, որ գյուղացիները առանց մեր օգնության կազմակերպում եւ անում են առանց խնդրի։ Իսկ ընդհանրապես ես կուզենայի ասել, որ համայնքային մակարդակով որոշումների կայացմանը մասնակցությունը Հայաստանում շատ վատ մակարդակի վրա է գտնվում, դրա համար են այդ խնդիրները ծագում։ Ինչ խնդրեմ կա, հա, մեր կառավարման համակարգում։ Այնպեսի տպավորություն է, որ գլուխը չգիտի թե ձեռքերը ինչ են անում, կամ գլուխը չի մտածում, բայց ձեռքերը առանց գլխի մտածելու աշխատում են։ Դրա համար միշտ խնդիրներ են առաջանում եւ այս խնդիրների առաջին կրողները դա համայնքներն են։ Եթե համայնքները կարողանան ճիշտ ներկայացնել այդ խնդիրները եւ այսպես կարողանան կանգնել այդ խնդիրների լուծման, հա, նաեւ խնդիրների վերացման ուղղությամբ, շատ մեծ փոփոխություններ մենք կունենանք եւ կարեւոր է նաեւ համայնքի ավականու եւ համայնքապետի դերը ցանկացած համայնքում Հայաստանի Հանրապետության։ Մենք ցավոք սրտի տեսնում ենք, որ քանի որ բազմաթիվ համայնքներում ենք եղել, տեսնում ենք, որ շատ քիչ համայնքներ կան, մատների վրա կարելի հաշվել, որտեղ որ համայնքի ղեկավարը եւ ավականին իրականում մտահոգված են համայնքի զարգացման մասին։ Նրանք նույնպես ցավոք սրտի կրկնում են մեր վերին օղակի պաշտոնյաների գաղափարախոսությունը եւ մոդեցումները մենակ սեփական շահը հետապնդելով հիմնականում։ Այդ պատճառով մենք ունենք շատ ցավալի իրավիճակ եւ համայնքների ոչ մի զարգացում ըստ էության չկա։ Այո, որովհետեւ փոխանակ համայնքապետը եւ ավականին լինեն համայնքի ձայնը, նրանք արդեն դարձել են իշխանությունների հլուկամակատարը։ Իսկ դա համայնքներին բոլորովին ձեռնտու չէ եւ ոչ էլ հայրենիքին։ Տեսեք Տիկին Նարուսյակ, Լևոն Գալստյանը խոսեց այն մասին, որ Գառնիում կար այն քրիտիկական զանգվածը, որը պատրաստ էր բողոքի դուրս գալ եւ ինքնակազմակերպվեց եւ դրա միջոցով հասավ հաջողության։ Ինչպես ձևավորվեց այդ քրիտիկական զանգվածը, ըստ որովհետեւ վերջին ընտրությունների արդյունքները սահմանադրական հանրաքվեն, դրանից առաջ ընտրությունները ամեն դեպքում ցույց չէին տալիս, որ Գառնիում իսկապես կա իշխանությունների նկատմամբ դժգոհություն, ամեն դեպքում ես մեջբերում եմ պաշտոնական տվյալները, որ հրապարակվել են եւ այդ քրիտիկական զանգվածն ըստ էության այս խնդրով արտահայտվեց, թե կային նաեւ այլ նախադեպեր, որոնց մասին գուցե հանրությունը տեղյակ չի, այլ խնդիրներ Գառնիում։ Շատ խնդիրներ կան, բայց նրանք չէին բարձրաձայնում, էլի, կարողանում էին դիմանալ, համակերպվել, բայց այս խնդիրը արդեն Գառնեցու, կարելի ասել, մեր բնաշխարհի եւ Գառնեցու կերպարի, ընդհանրապես Գառնեցու մարդու լինել չլինելու հարցներ, այլևս տեղ չկար, էլի, արդեն զիջման, համակերպվելու եւ Գառնեցին հասկացավ, որ պետք է դուրս գա եւ փրկի ինքն իրեն կյանքը։ Դրված էր, կարծես զոհասեղանին դրված էր։ Ընտրում ենք կամ մահը, կամ կյանքը։ Մենք ընտրեցինք կյանքը, փրկեցինք կյանքը զոհասեղանից, վերցրինք ու պահեցինք, փրկեցինք։ Եվ հուսով եմ, որ կապրենք ու կարարենք եւ կտեսնեն, որ մեր համայնքը կբարգա շատ բարոր վիճակում կապրի եւ մնացած համայնքների համար իմ կարծիքով կդառնա գեղեցիկ օրինակ։ Ինչ կկարծում իշխանությունների այս զիջման, Հովիկ Աբրահամյանի զիջման, ինչ որ չափով նաև արտաքին լարվածությունը նպաստեց թե բողոքի միջոցառումները։ Ես ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև այս օրերին, երբ Հայաստանը գտնվում էր պատերազմական իրադարձությունների ֆոնին, պատերազմական իրադարձություններում, մենք իշխանությունների կողմից ոչ մի արձագանք, ոչ մի քայլ նպաստ հանրությանը չէինք տեսնում։ Ընտրություններ կեղծվեցին Հրազդանում, խայտառակ ձևով անցան այդ ընտրությունները, ընտրական օրենսգիր կանցկացվեց, Գառնին ինչով էր յուրահատուկ։ Կարծես թե օգտվեցին այդ իրավիճակից, փոխանակ ամբողջ ուշադրությունը դարձնեին դեպի հայրենիքի սահմանները, դեպի հայրենիքի զինվորը, ով զոհվում էր հանուն հայրենիքի փրկելու հայրենիքը, նրանք հենց այդ օրերին մտան ու սկսեցին ավերել, ոչնչացնել հայրենիքը։ Դա Գառնեցու զայրույթը, ցասումը հասցրեց բարձրակետին, որ այլևս հնարավոր չէր դիմանալ ու դուրս եկավ։
Ես գիտեք ինչ կուզեի ասել, ես չեմ ուզում կենտրոնանանք այն ձեր ասած իշխանություն, բայց իշխանություն բառը օրինակ ես չեմ ուզում որ օգտագործենք, որովհետև այդ ընդամենը այդ մարդիկ ընդամենը պետական կառավարման համակարգի ծառայողներ են, որոնք պետք է ծառայեն ժողովրդին։ Եկեք իշխանություն բառը շատ չօգտագործենք, որովհետև երբ որ շատ ենք օգտագործում, իրենք հենց իրականում իրանց զգում են իշխաններ, ժողովրդին էլ դնում են իրենց ստրուկների տեղ։ Եկեք այդ բառը փորձենք հանենք մեր բառապաշարից, իրանք ընդամենը պետական ծառայողներ են եւ պետական ծառայություն են մատուցում բնակչությանը։ Հիմա ես չեմ ուզում կենտրոնամ իրենց գործունեության կամ իրենց գործողությունների վրա, ես ուզում եմ կենտրոնամ թե ինչ պետք է անենք մենք։ Ես մտածում եմ որ մենք պետք է հույսերս դնենք մեր վրա եւ այս ձև քայլերով, այս ձև փոքր մոբիլիզացիաներով, այս ձև փոքր խմբերով եւ փոքր համայնքներով փորձենք ուրեմն վերափոխել այն գաղափարախոսությունը, որ այսօր կա Հայաստանում։ Այնց այդ հույսներս չդնենք այդ վերևներում նստածները, որտեղ իրենց արդեն էլ ոչ մի հույս չկա, այլ ինքնուրույն լուծենք մեր խնդիրները։ Երբ որ ինքնուրույն մենք լուծենք մեր խնդիրները, առանցին է մենք այս վերջի դեպքերն ցույց տվեցին, որ ժողովուրդը ըստ էության ինքնուրույն է լուծում ամեն ինչ, բոլոր հարցերը, սկսած սոցիալական, վերջացրած նաև քաղաքականից արդեն չգիտես ինչու։ Հա, բայց ինչ պետք է անենք մենք։ Մենք առաջերտին դրա համար նորից կգնենք, պետք է համայնքային մակարդակով փոխենք մոտեցումները, այսինքն համայնքի ղեկավարը պետք է ծառայի համայնքին։ Մարզպետը պետք է ծառայի իր մարզի շահերին։ Եթե Հայաստանի վարչապետը պետք է ծառայի իր երկրի եւ իր ժողովրդի շահերին։ Իսկ մենք ինչ ենք տեսնում, մենք տեսնում որ ընդհակառակը բոլոր գործողությունները ուղղված են մասնավոր իրենց շահերին միայն։ Իսկ այն որ դուք ասեցիք հողատարածները, ցանկացած մարդ կարող է գնա Նարեկ եւ Քասաշեն համայնքներ, որտեղ այդ ջրի հիմնական զանգվածը փորձում էր ուղղվել, ու ցանկացած գյուղացու ուղղակի հարցնել ու կտեսնի ոնց որ իրանք մատով ցույց կտան թե որ հողատարածքը որ ուրեմն պաշտոնյային է, սկսած վարչապետից վերջացրած նախկին պոստիգանապետ, այնտեղ տամոժնիայի պետ, փոխնախարար եւ այլն։ Այդտեղ ոնց որ խնդիր չկա էլի ոնց որ բացադրել կամ ապացուցելու։ Բոլոր գյուղացիները մատով ցույց են տալիս, մուլտֆիլմը երևի տեսել եք, այն ռուսական հայտնի մուլտֆիլմ, ասում է Մարկիզը, Կարաբասա, այդ տարբերակն է։ Գնում եք գյուղը ու տեսնում եք որ մարդկանց հողերը չորացրել են հատուկ։ Այսինքն չեն տվել ռոռոկմանջուր, որովհետեւ մարդկանց հողերը չորանան։ Այն ով որ արտադրում է, ստանում է խաղող, հետո հանձնում է 40-50 դրամով, իրաց փողերն չեն տալիս, որ մարդիկ հույսերը կտրեն ընդհանրապես, իրենց այդ հողերն ծախեն կոպեկներով, դրանցև թվեր ասեցին, որ ինչ գներով են ծախել հողերը, հա։ Իրանք էլ վերցնում են այդ հողերը, դառնում են մեծ հողատերեր, տարբեր մարդիկ են դառնում են իրենց պատրակները, գյուղացիները աշխատում են իրենց հողատարածներում։ Շատ բարձ մեխանիզմ է, որ աշխատում է բոլոր Հայաստանի բոլոր արտեն մարզերում։ Եթե ամփոփենք մեր զրույցը որպես լավ նախադեպ, ինչ օրինակներ հետագայի համար ինչի վրա կարելի է կենտրոնանալ, որոնք են առաջինային այդ խնդիրները, որոնք ծառացել են տարբեր համայնքներում, դուք քաջածանոթ եք դրանց։ Խնդիրները չասեմ, ես ասեմ ինչ խնդիր ունենք մենք համայնքներում, ուրեմն մենք բոլորս եւ սկսած մեզանից, ես ինձ էլի նկատում եմ, նաեւ մյուս Երևանից եւ այլն, նույնիսկ բոլոր համայնքներում մենք ունենք ինքնակազմակերպման խնդիր, այսինքն մենք պետք է ինքնակազմակերպվենք, ունենանք մեր հիմնական գաղափարախոսությունը, մեր ոնց ասած երազանքը, ինչ ենք մենք ուզում, հա, մենք հասկացանք, որ մեր պետության կառավարողները այսօրվա երազանք չունեն, իրանք չեն տեսնում ինչ որ գեղեցիկ, սիրուն, հա, հզոր Հայաստան չեն տեսնում, արդեն չունեն, երազելու հնարավորություն չունեն, իրանք մենակ երազում են որոշակի փողի պարունակության մասին, իրենց գրբանում, ցավոք սրտի։ Քանի որ իրանք չունեն այդ երազանքը, շատ ցավալի է որ չունեն, դա համար մենք չենք կարող միավորվենք իրենց հետ։ Դրա համար մենք պետք է ժողովրդով դնենք, թե որն է մեր երազանքը իրականում դնենք ու փորձենք համայն կամ համայն առ համայն այդ երազանքը հասցնել մարդկանց ուղեղին եւ իրագործել ու այդ դեպքում մենք ունենանք նաեւ հետո այն կառավարիչները, որոնք կմիանան ժողովրդի երազանքին։ Իմ կարծիքը այդ է։ Այո, մենք շատ ուրախացել ենք, որ անկախություն ենք ձեռք բերել եւ կարող ենք կառուցել մեր երազած հայրենիքը, բայց փաստորեն եկանք կանգնեցինք փաստի առաջ, հիմա պետք է մենք փրկենք մեր հայրենիքը ապաշնոր իշխանություններից, որոնք ոչնչացնում են հայրենիքը, ոչ թե ծաղկեցնում, այլ ոչնչացնում են իշահ իրենց անձնական, ասենք, գրպանի եւ ուրացած ամեն ինչ, մոռացած որ հայրենիք կա, որ ժողովուրդ կա, որ մարդ պետք է ապրի արժանավայել, իրեն զգա քաղաքացի, ինչպես հարկն է, այլ ոչ թե գոյությունը քարշ տվող, ինչ որ ճորտ։ Իրենք տանում են դեպի ճորտացում, ճորտատիրական կարծես հասարակարգ է ուզում ձևավորվել իշխանություն, ապաշնոր իշխանությունների գործողությունների պատճառով, բայց համայնքները արդեն պետք է թույլ չտան, բոլորս պետք է միավորվենք եւ դուրս գանք ու փրկենք մեր հայրենիքը ապաշնոր պաշտոնյայից, ապաշնոր իշխանությունից եւ կտեսնեք, մենք կունենանք շատ գեղեցիկ հայրենիք։
Շնորհակալություն զրույցի համար, հետաքրքիր եւ մեր հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ ուղիղ եթերում հյուրընկալել ենք բնապահպանական ճակատի անդամ բնապահպան Լևոն Գալստյանին եւ Գառնի վերջին շրջանում ընթացող ցույցերի ակտիվ մասնակից Տիկին Արուսյա Կայվազյանին։